Ողջույն, ես Նարինեն եմ, քառօրյա վերապատրաստման մասնակիցներից մեկը։ Այսօր այցելել ենք ուսումնական ագարակ, շրջել ենք տարածքով, ծանոթացել կենդանիների խնամքին, հետևել ենք, թե ինչպես են հոգ տանում նրանց մասին ու կերակրում։ Ագարակում կան երկու տեսակի ձիեր՝ ծանր քաշային և սպորտային։ Սովորողները կարողանում են օգտվել ձիավարության դասընթացներից։ Կենդանիները կարծես անհամբեր սպասում էին, թե երբ պետք է մոտենանք իրենց վանդակներին, որովհետև նրանք սովոր են, որ երեխաները այցելեն ու կերակրեն, ինչու՞ չէ նաև սիրեն իրենց։ Շրջայցից հետո քայլքով առաջացանք դեպի մայր դպրոց։ Հաճելի զրուցեցինք ու կիսվեցինք տպավորություններով։ Տիգրան Հայրապետյան ընթերցասրահում շարունակեցինք բլոգավարման դասընթացը։ Թեմաներ։ Այս թեմաները տրվում են սովորողներին, այսպես երկար, հա։ Սովորողները մեկը ընտրում են թեմաներից։ Ունեք հարցեր։ Ոնց նկատում եք, կրթահամալիրը նրանով է տարբերվում, որ այստեղ կրթությունը միայն ակադեմիական դեպքի, հա, բաժություն լուծելու, կարդալու, պատմելու մեջ չէ։ Մեզ մոտ շատ են լաբորատորիաները ու Տիարբլյանը գտնում է, որ բոլոր երեխաների չեն, որ պետք է, չգիտեմ, ակադեմիական կրթություն ստանան, այդ երեխաների մեծ խումբ կարող է, չգիտեմ, ագարակով հետաքրքրվել, գինեգործ կարող է դառնալ, մի խոսքով, ու դրա համար մենք Վայրձորի մարզում ունենք դպրական կենտրոն, որը Արատես է կոչվում, Արատեսում մենք նույնիսկ մեր վանոց ունենք, հա, չգիտեմ, այնտեղ գնում են երեխաները իրական, հա, մեղրդաքամին են մասնակցում։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը տալիս է հնարավորություն սովորողին ճանաչել ինքն իրեն և իր նախասիրությունները, առնչվել տարբեր ոլորտների հետ և ընտրել իրեն հոգեհարազատը։ Իսկ մենք այս դասընթացի ընթացքում ձեռք բերեցինք նոր գիտելիքներ և հմտություններ։